Բարև ձեզ։ Դու ինչ գործում ես այդտեղ։ Ես ձեզ հետ խոսելու բան ունեմ եւ խնդրում եմ եկեք հանգիստ խոսենք։ Դու ինչ կարող ես խոսել ինձ հետ, հա? Սելկանակոտ։ Ինչ կարաս, որ ինչ խոսես։ Այստեղ ողջ գումարն է, որ ես գողացել էիր։ Ես ներողություն եմ խնդրում, որ չարաշահեցի ձեր վստահությունը, ես իրավունք չունեի։ Ներողություն ես խնդրում։ Այն ժամանակ ինչի մասին էիր մտածում, հա? Թե այն լիրքը խելքդ կերավ։ Կնոջը թողեցիր, աղջկա թողեցիր, փողերս գողացար ու այդ լրբի հետ փախար։ Ես չգիտեմ, թե ինչ այդպես արեցի, բայց գիտակցում եմ, որ սխալ բան եմ արել։ Ու ես մեկ անգամ ներողություն եմ խնդրում ձեզնից։ Լավ։ Եթե խոսքդ ավարտեցիր, լավ։ Եթե ասելիքդ վերջացրիր, գնա ստեղից։ Գնա, բայց մի բան լավ իմաց։ Այլևս քեզ մեր տան մոտակայքում չտեսնա։ Ու թորնիկիս մասին նույնպես մոռացիր։ Ձեր թորնիկը նաև իմ աղջիկն է։ Ու ես իրավունք ունեմ տեսնելու իմ աղջկան։ Հալո։ Այո, ես եմ։ Այո։ Պատվիրել ենք։ Ձմեռ պապ ենք պատվիրել։ Իհարկե։ Բա, գիշերով պետք է գա, բա առավոտ շուտ չի գա։ Ժամը 12-ից 12:30 կես այդ սահմաններում։ Եղավ։ Դուք մեր տան հասնում եք։ Ստեսյուն։ Լսի, նորից եմ կրկնում։ Անես չանես, որ ես ուրիշ միջոցների տիմ եմ։ Մոռացիր ասում եմ։ Մոռացիր կնոջդ էլ, երեխայիդ էլ, մոռացիր մեր տան տեղը ընդհանրապես։ Լսեք, պարոն Մարգարյան, դուք իրավունք չունեք ինձ արգելելու, որ տեսնեմ իմ աղջկան։ Եվ հետո ոչ վախեցրեք, ոչ էլ սպառնացեք։ Ես ամեն ինչ կանեմ, որ վերադարձնեմ Ալինային ու իմ աղջկան։ Ես կմիանամ իմ ընտանիքի հետ, ու դուք ինձ մի խանգարեք։ Չէ, դու իսկականից լուրջ սելք ես։ Գնաց տեղից։ Սիրելի փոքրիկ Սերինիս Հալես, էդ ինչ ես անում։ Մամ, ձմեռ պապիկին նամակ եմ գրում, բայց վախենում եմ չկարդա, չհասցնի։ Կհասցնի դու գրի։ Իսկ ասես ինչ ես գրել, ինչ ես ուզում ձմեռ պապիկից։ Հետո կասեմ։ Լավ։ Վերջացրիր։ Վերջացրի։ Կտանես ձմեռ պապիկին տես։ Այ, հաշկե։ Ես ես սենց կծալեմ, կդնեմ ծրարի մեջ ու կուղարկեմ իրան։ Հասեն հիշում ես, չէ։ Բամը չի, ոչ չեմ հիշում։ Լավ, դա ես գնամ ես ինյակում նկարի։ Գնա։ Բարև, սիրելի ձմեռ պապիկ։ Ամանորին մի քանի օր է մնացել։ Ես ուզում եմ քեզ խնդրեմ, որ դու նվերների փոխարեն կատարես իմ խնդրանքը։ Ես շատ եմ ուզում, որ հայրիկս իմ ու մայրիկիս մոտ վերադառնա,
որ մենք բոլորս ապրենք միասին ու լինենք երջանիկ։ Ու պապիկս էլ հայրիկիս վրա չբարկանա ու վատ բաներ չասի նրա մասին։ Ձմեռ պապիկ, եթե իմ այս մի խնդրանքը կատարես, ես քեզանից այլևս ուրիշ ոչ մի նվեր չեմ խնդրի։ Քո շատ սիրելի փոքրիկ Սերին է։ Ես մեկ այն ուզածին հասնելու եմ, ինչ ուզում եք արեք։ Դու երեխա չունես, քեզ 1000 անգամ ասել եմ, մոռացես կանչապել։ Եկը տեսնենք, լավ։ Եկա տեսնենք։ Պապ, էդ իր ձայներ էր։ Պապ, ով էր։ Ես դու գլխի չես ընկնում։ Սևակներ։ Բայլով։ Եկել էր երեխուն տեսնել։ Շան լապը թափեցի գլխին, ասեցի, որ մոռանա այս տան ճամփեն։ Պապ, իսկ գուցե սխալ ես արել։ Ինքը քեզ փողը տվել է հետ, չէ, ու կարող է մի քիչ ավելի խիստ ես։ Կարող է ինքը փոխվել է, պապ։ Աղջիկ ջան, այդ կարգի մարդիկ չեն փոխվում, չես հասկանում։ Եթե հենց հիմա ես նրան թույլ տամ, որ հանդիպի ձեզ, հավատա, հաստատ էլի մի օին կսարքի։ Չէ, ավելավա հեռու մնաք դրանից։ Հետո այդ բառադին ինչ կարող ա տա, ոչ փող ունի, ոչ աշխատանք ունի։ Պապ, բայց ես տեղյակ եմ, որ ինքը իր հայրական տունը գրավ ա դրել, որ այդ փողերը քեզ տա, չէ։ Թքած ունեմ դրա վրա։ Ինձ այլևս չի հետաքրքրում։ Ու կուզենայի, որ դու էլ նման հարցերով չանհանգստանայիր։ Պապ, բան չունեմ ասելու։ Բայց Սերենին գիտես ինչ նամակ ա գրել ձմեռ պապիկին։ Այս նամակում ասվում ա, որ ինքը ուզում ա իր պապային տեսնի ու սպասելու ա։ Կարևորը որ մենք թույլ չտանք, որ այդ սրիկան հանդիպի երեխայի հետ։ Ու նորից տակնու վրա ինձ այդ ներքն աշխարհը։ Ալին աղջիկս, ես ձեզ շատ եմ սիրում։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը մատով դիպչի ձեզ։ Պապ, բա ուր մնաց երջանկությունը։ Այն երջանկությունը, որ շատ եմ ուզում։ Ամենամեծ երջանկությունը այդ սրիկայից հեռու մնալն է։ Քո երջանկությունը քո աղջիկն է։ Ապրի նրանով։ Երևի դու ճիշտ ես։ Կասկածում ես։ Լավ։ Մի բաժակ սուրճ եփի խմեմ, գնամ երեխային քոլեջից բերեմ։ Հիմա։ Մարդ էլ չկարողանա իր երեխային տեսնի։ Լորիվ հերն է անում, թե չէ Ալինան հաստատ կթողնի, որ երեխայիս հանդիպեի։ Բոլոր ես ինչ անեմ։ Թե ասա ինչի հետ եկա, ում եմ ես պետք։ Չնայած իմ արարքներից հետո ուրիշ վերաբերմունք ինձ չէր էլ սպասվում։ Այո, ես եմ։ Այո, պատվիրել ենք։ Ձմեռ պապին կպատվիրել։ Իհարկե։ Բա, գիշերով պետք է գա, բա առավոտ շուտ չի գա։ Ժամը 12-ից 12-ից կես այդ սահմաններում։ Ես գիտեմ ինչ կանեմ։